Խնդրանք եւ պահանջ բացեն այս ակումբը, որպեսզի աշխատեն այս 150 հոգին եւ հոգան իրանց հետագա անելիքները եւ հաճախորդներին մենք սպասարկենք ոնց որ սպասարկել ենք բարձր որակով բացեք ակումբը եկել են մի քանի 2 ամսով այսինքն Ամերիկայից ունենք հյուրեր դրսից եկած, որ 1 ամսով, 2 ամսով եկել են փաթեթ են վերցրել, որ պետք է իրանց օրերն անցկացնեն, այս պայծրությամբ մարդիկ չգիտեն ինչ։ Մարդկանց ավարտը արդեն լինում է գնում են հետ, բայց մարդկանցը չեն կարողանում սպասարկեն։ Շատ լավ, եթե բացվի այս կորչած օրերը կվերականգնվեն։ Մեր հիմնական հաճախորդներին այո, իհարկե, օրերի խնդիր չի լինի, կվերականգնեն, կփորձենք սա կարգավորել, որ բոլորը իրանց գոնե լավ զգան։ Բայց ինչքան հնարավոր է շուտ, ինչքան գնում է երկարում օրերը, այնքան բարդանալու է մեր վիճակը եւ բոլորի վիճակը։ Օրենքի պաշտպանության տեսանկյունից հիմա եթե փորձեք նաև վիճարկել այս գործողությունները, հաջողության չեք հասնում, որտեղ եթե անգամ հարկ է լինել թաքցվել, ապա դա ենթադրում է, որ պիտի ամբողջ փակվի, կամ ինչ պիտի անեիք, ինչ խախտում պիտի անեիք, որ սա փակվեր։ Նկատի ունեք նման խախտում չի եղել այստեղ։ Կարգավորումներ պիտի լինեն, որոնք կարող են օրինակ վնասել ինչ որ հաճախորդի եւ այլ այցելուի, ինչ պիտի անեիք դուք, որպեսզի օրենքի շրջանակում ձեզ այսպես փակեն։ Պարզապես դռները ամբողջությամբ փակեն, նույնիսկ հիմա գործողություններ չեն անում։ Այստեղ նման բան գոյություն չունի, որ հաճախորդի կամ ինչ որ մի աշխատակցի վնասի։ Նման գործողություն փակելու համար ինչ պիտի անեք, որ փակվի։ Չգիտեմ, այդ արդեն օրենք սահմաններում ինչ դեպք պետք է լինի, որ բոլոր դռները կապարակնքեն։ Նման չգիտեմ, ինչ որ մարդասպանություն պետք է լինի կամ չգիտեմ, ինչ որ գնդակահարություն պետք է լինի ներսում, որ մարդկանց, չգիտեմ, հանեն, չգիտեմ, էլի ինչ որ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում, չէ՞ տեսնող Հայաստանի Հանրապետությունում այն ագրեգատները, որ մեր հիմնարկը ունի, ոչ մեկ չունեն, որ ջուրը վնասվի, էսը, չէ՞ դուք ասում եք ջուրը վնասվի։ չափորոշիչները Ամենաբարձր չափորոշիչները։ Մենք չկա նման չափորոշիչ, որ մենք խախտել ենք ու արժանացել ենք սրան։ Չկա նման բան։ Նույնիսկ հարկի դեպքում նման խնդիր չէր կարա լիներ։ Ձեր փաստաբանները, իրավաբանները դա ձեզ փոխանցել են, որ անգամ նման դեպքում չկարող համալիրը փակել։ Առանց փաստաբանի էլ դա արդեն տեսանելի է, մենք էլ որոշակի չափով հասկանում ենք այդ ամեն ինչը, հասարակ կետեր գոյություն ունի, նման բան չէր կարա լիներ։ 8 տարի է Փաշինյանը իշխանության է եղել է այսպիսի մեծածավալ գործողություն, եղել են օրեր, որ կապարակնքվել, հետո բացվել ինչ-որ գործողություններ ստուգ են անելու։ Երբեք չի եղել է գործողություն, եթե եղել է լա, մեկ օր իրանց քննությունը չխանգարելու համար արել են, նորից հաջորդ օրը ակումբը բաց է եղել։ Ոչ իման չի եղել, նման կերպ վարվել են, պարզվել է, որ սխալ է, դատարանով մենք շահել ենք, նորից ակումբը աշխատել է, այո։ Չեք պատասխանում իրավական ճանապարհով, օրինակ դատական հայց ներկայացնեք այսքան աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Իհարկե որ հաճախորդների, այսինքն գնաք իրավական ճանապարհով պայքարեք։ Իհարկե, եթե այս ամեն ինչը sense անօրեն մնաց անորոշ վիճակում, մենք ուրիշ ելք չունենք։ Դա բայց ենթադրում է պարոն Փուրյան, երկար process է, հայցադիպում ներկայացնել մակագրի դատավորին, ինչ որ տևական ամիսներ բան։ Դե արդեն պահանջը հրատապ է, այս պահին չի կարող լինել հրատապա, ուրիշ տարբերակ չունենք, չի կարող ակումբը ուղղակի երկար ժամանակ փակ մնալ։ Մենք լուրջ խնդիրներ ենք, հետո դուրս կգա, որ այլ ակումբը չի կարող իր հետագա գործողությունը շարունակի։